Աշխարհում շատ մարդիկ սովից մահանում են, բայց ավելի շատ են սիրո պակասից մահացողները։ Աստծո ձեռքերում իրեն գործիք համարող Մայր Թերեզայի կերպարը միանշանակ չի ընկալվում։ Թող ամեն ինչ եւ գնա աղքատների մեջ ծառայելու։ Այսպիսին էր Աստծո ձայնը նրա համար։ Մայր Թերեզան որոշեց ընդունել կուսակրոնություն, Հնդկաստանում հիմնել միաբանություն, օգնելու ծանր հիվանդներին եւ աղքատներին։ Արժանացել է Նոբելյան մրցանակի։ Հայտնի է Մայր Թերեզայի հետ կապված առնվազն 2 հրաշք։ Մահից հետո նրան աղոթելով կինը բուժվել է ուռուցքից, մի տղամարդ էլ գլխուղեղի բորբոքումից։ Դրանց հիման վրա էլ սրբադասվել է։ Մենք կարող ենք ազատվել հիվանդությունից դեղերի միջոցով, բայց միակ դեղամիջոցը միայնության եւ անհուսության դեմ սերն է, ասում էր նա։ Շատերը նրան համարում էին աղքատության պաշտամունք ստեղծած կին, ոչ թե աղքատությունը վերացնող։ Աշխարհին դուր լավագույնը նրանից, ինչ ունես, եւ աշխարհն էլի կպահանջի։ Միևնույն է, դուր լավագույնը, գրել է նա։ 1988-ի երկրաշարժից հետո եկել է Հայաստան, հանդիպել Վազգեն Առաջինին, պատմել իր հայկական ծագման մասին։ Անկախ ամեն ինչից Մայր Թերեզան համարվում է հերոս, ով ապրում էր զուսպ, չուներ անձնական սպասք, քնում էր առանց բարձի, պատից կախված մահճակալի վրա, երբեք չէր օգտագործում ժամացույց, համարելով Աստծո ժամանակը ավելի ճշգրիտ։ Մայր Թերեզան մահացավ 87 տարեկանում, թեև այրում էր նամակները, բայց պահպանված մի նամակում խոստովանում է. տասնամյակներով Աստծո ներկայությունը չի զգում եւ հոգին դատարկ է։ Երբ դու դատում ես մարդկանց, այլևս ժամանակ չի մնում նրանց սիրելու համար, ասել է նա։